Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր այսօր եւս հանրային ռադիոյի եթերում հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումն է, ովքեր հասցրել են մոռանալ, ես Լևոն Սարդարյանն եմ, եւ ինչպես ամեն շաբաթ օր այսօր եւս իմ գործընկերների հետ մենք խոսելու ենք հայաստանյան լրատվական դաշտի խնդիրներից, խոսելու ենք ընդհանրապես մեդիա դաշտի խնդիրների հետ կապված, ինչ լուծումներ հնարավոր կարող ենք մենք տեսնել կամ չտեսնել դրանք, եւ այսօր պատիվում եմ ողջունել այստեղ իմ հին ընկերներին, Հավասար իրավունքների կրթական կենտրոնի նախագահ Գաներ Աբրահամյանի եւ Հանրօգուտ մեդիա միջավայրի հիմնադրամի ղեկավար Վահագն Թևոսյանին, բարև ձեզ։ Ողջ։ Հարգելի ընկերներ, տեսեք, այսօրվա մեր հավաքույթի առիթը որն է, այսօրվա մեր զրույցի։ Ամենատարբեր հարթակներում ամենադեպս ես որքանով որ հետևում եմ լրատվամիջոցների աշխատանքը քննարկելու ժամանակ քաղաքացիները, քաղաքական գործիչները նաև անձնական բնույթի խոսակցությունների ժամանակ ինչ են պահանջում են, ասում են մեդիայի նկատմամբ, լրատվամիջոցների նկատմամբ սանկցիաները պետք է խստացվեն, պետք է առանձին սանկցիաներ կիրառվեն լրագրողների նկատմամբ, որովհետև չեմ ասում բոլորը բնականաբար, իրենք էլ չեն ասում բոլորը, բայց այսպես մի հատված կա դաշտի, որը բարոյական, էթիկական բոլոր սահմանները խախտում է, ըստ էության ատելության խոսքա տարածվում, ըստ էության վարկաբեկում է մարդկանց ուղղակի վարկաբեկելու համար եւ այլն։ Հիմա ես այնքան էլ իհարկե այդ խստացմանը համամիտ չեմ, բայց ես այս դեպքում ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Պետք է խստացում թե չէ։ Ես ընդհանրապես լրագրողների եւ ընդհանրապես մեդիա դաշտի կարգավորման տեսանկյունից իմ մոտեցումը առավելապես խրախուսման դաշտում է, բայց այստեղ խնդիրը մի քանի շերտերում է, այսինքն բազմաշերտ է եւ լուծումներ իրականում կան եւ այդ լուծումները թերևս նաեւ իրավական մակարդակում հնարավոր է իրականացնել եւ այստեղ ավելի շատ իրավակիրառ մակարդակում է, որ մենք առավելապես խնդիր ունենք։ Նախ են ընկալում ընդհանրապես, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ։ Սա մեր մեդիա դաշտում շատ դերակատարներ եւ ընդհանրապես նաեւ մեր հանրության համար, դա այդպես իրավունքի չարաշահման մի այդպես ռուբիկոն ենք անցել, որը կարծես դարձել է օրինաչափ, որը կարծես դարձել է նորմալ, հա, ինչ որ նոր նորմալի իրավիճակ են ստեղծել, երբ մոռանում են, որ խոսքի ազատության հետ նաև կա պատասխանատու խոսքի եւ ընդհանրապես խոսքի ազատությունը որպես այդպեսին սահմանափակվող իրավունք է եւ անգամ ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ է հենց դա սահմանված, այլ նաև մարդու իրավունքների կոնվենցիայով եւ այլ, այսինքն բոլոր հնարավոր տարբեր իրավական այդպես նորմերով դա սահմանափակվում է։ Որ դեպքում է հնարավոր այդ սահմանափակում իրականացնել, մի քանի ուղղություն ես ուղղակի մատնանշեմ եւ սահմանափակեմ խոսքս տալով Վահագին, ամենակարևոր խնդիրը իհարկե ինքնակարգավորումն է։ Եվ մյուս կարևոր դաշտը, որտեղ հնարավոր է եւ որտեղից թերևս ամենամեծ խնդիրն է հայաստանյան մեդիայում հիմա ֆինանսական թափանցիկությունն է, ֆինանսական սեփականատիրական թափանցիկությունը, որովհետև երբ որ մենք անդադ ընթերցողին ասում ենք դու պիտի լինես մեդիագրագետ, դու պիտի հասկանաս այս լուրը, որ հրապարակում են, ում շահերն է սպասարկում եւ այլ, բայց մենք չենք տալիս այդ մարդուն ճշտելու իսկ ով է գրում եւ ինչու եւ այդ գրողը կամ ասողը ինչ ֆինանսական հոսքերից է սնվում, որը շատ կարևոր է։ Այստեղ մենք ունենք իրավական ահռելի բաց, օրենսդրական ահռելի բաց, եւ այստեղ է, որ նաեւ հնարավոր է ինչ-որ լուծումների հասնել։ Բայց այնտեղ լուծումներ շատ դեռևս կան, որի մասին կարծում եմ հետո կխոսենք։ Հասցնենք ժամանակ։ Խրախուսումը եւ ինքնակարգավորումը դրանք իրավիճակի միակ լուծումներն են իմ կարծիքով, որը չի փոխվել, մենք բազմաթիվ անգամներ այս թեմայով քննարկումներ ունեցել ենք եւ շատ կարեւոր է տարանջատել օրենքի խախտումը էթիկական խախտումից, որովհետեւ էթիկական խախտումը որևէ կերպով սանկցիայի կարող է ենթարկվել, դրա հանդեպ կիրառողի հանդեպ սանկցիա կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ որ կա ընդհանուր կարծիք էթիկական նորմերը ձևավորող համայնքի
կողմից։ Եվ դա հեչ պարտադիր չի, որ այդ սանկցիան կիրառվի այնպես, որ այդ սանկցիայի հասցեատերը ստիպված լինի ինչ-որ գործողություն անել, բայց քանի որ մեր մոտ չկա ռեպուտացիայի սիստեմ, դա որպես կանոն չի աշխատում։ Ինչ եմ ես տեսնում, որովհետև ես Գանեն ասեց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չի, ինքը ես հասկանալով ինչ նկատի ուներ, բացարձակ իրավունք է, բայց խոսքի ազատության իրավունքի գերշահագործումը բացարձակ իրավունք չի, կարելի է այդպես ասել, եւ յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, որ իր խոսքը որոշակի հետևանքների է բերում։ Մարդիկ, որոնք ներկայանում են որպես մեդիա, լրագրողներ, բլոգերներ, նրանցից յուրաքանչյուրը իր առջև ինչ-որ հարց է դրել լուծելու իր խոսքի միջոցով։ Մեկը ինֆո բիզնես է անում, մեկը ինֆո տերոր է անում, մեկը պարզ մարքեթինգ է անում, մեկը խնդիր ունի իրոք լուսաբանելու են ինչ-որ կա, եւ այդ մարդկանցից իրար տարանջատելու խնդիրը պետությունը չպիտի իր վրա ստանձնի, որովհետև շատ սուբյեկտիվ գնահատման ենթակա կարող է դառնա իրավիճակը եւ համը դուրս գա։ Ստեղ ավելի շատ երևի ներհամայնքային խնդիր է դա եւ ներհամայնքային լուծում է պահանջում եւ երևի ռեպուտացիոն համակարգի աստիճանական ներդրում։ Ինչպես նաեւ բազմիցս անգամ խոսել ենք, որ կարեւոր է մեդիա գերագիտության խրախուսումը։ Երբ որ առաջարկվում են տարբեր պրոդուկտներ, յուրաքանչյուր քաղաքացի դա կարող է այս դարում չլինի, կարող է այս սերունդը չլինի, բայց մենք բոլորս պիտի հասկանանք, որ ներքևից եկող սերունդը առաջին հերթին պիտի սկսի սովորել տրամաբանել եւ քննադատաբար վերաբերվել ցանկացած իրեն հասած ինֆորմացիայի, որպեսզի կարողանա դրան գնահատական տալ, որպեսզի կարողանա ինքը իրեն պատնեշել ինֆոտերորից կամ ինֆոբիզնեսից, հա։ Սա է իմ գլխավոր ընդհանուր մոտեցումը երևի երևույթին, որովհետև ես շատ եմ վախենում, որ կոնկրետ իրավական սահմանափակումների պարագայում կարող ենք թացը չորի հետ խառնել։ Մանավանդ որ չգիտենք, հատկապես եթե գնում ենք ժողովրդավարական դրամաբանությամբ, չգիտենք այսօր իշխանությունը ով է, այսինքն գիտենք այսօր ով է, չգիտենք վաղ ով է լինել, հա, այդ գործիքը կարող է դառնալ մահակ։ Այո, առավել եւս, միայն դա չի պատճառը, իբր ես հիմա մի բան չանեմ, որ իմ դեմ չանեն։ Ընդհանրապես գործիքակազմ որպեսին դժվար է հորինել։ Եվ ես կարծում եմ, որ դա գոյություն չունի, որովհետեւ նույնիսկ ամենազարգացած ժողովրդավարական համայնքներում, երկրներում որտեղ շատ լուրջ տեխնոլոգիաներ կան եւ շատ գրագետ մարդիկ կան, որոնք այդ թեմայով զբաղվում են, մենք շատ երիտասարդ ժողովրդավարություն ենք եւ բացի նոր բան ստեղծելուց դեռևս երկար սովորելու արդեն եղածը սովորելու խնդիր դեռևս ունենք, որի համար ժամանակ է պետք եւ որի համար ներքին փոխակերպումը նույնիսկ պետք, որտեղ մենք ուրիշ հասարակարգից եկած մարդիկ ենք, մեծ մասը Հայաստանի Հանրապետությունը բնակվող կարող է արդեն մեծ մասը չէ, բայց մի զգալի մաս։ Եվ իրենց վերաբերմունքը շատ տրամաբանական է, որ գիտեք, սովետի ժամանակ հələ մեկը փորձեր sense ինչ որ բան ասեր, այս տեքստը կդադարի հնչել ինչ որ մի ժամանակ, երբ որ դա այդ մարդիկ չլինեն, որոնք հիշում են, որ սովետի ժամանակ ինչ որ մեկը մի բան ասել, որտեղ սա հիշեցնելու էլի բաներ կան, տարբերակ Քոչարյանի ժամանակ այսպիսի բան կարա իր ասեի։ Դե տեսեք, մենք ինչ ենք մենք անվանում այդ փուլերը անցումային փուլեր, որովհետև այո, ազատ շուկայական տնտեսությունը ձևավորվում է, չգիտեմ, անկախությունը հարաբերականորեն, ընտրությունները հարաբերականորեն խոսքի ազատ, բայց այդ ամեն ինչը իր վրա կրում է մեր հին մտածելակերպի ազդեցությունը եւ մենք ինքներս մի հատ պետքա մեզ ռեֆլեքսիա անենք, հասկանանք մենք հնարավորինս ճիշտ ենք վերաբերվում այդ երևույթին, թե չէ։ Դրա համար ագրեսիվ վերաբերմունքը ազատ խոսքի ազատության նկատմամբ, դրանք երկու քիչ տարբեր եզրույթներ են, ինքը բնական է մեր հասարակության համար, բայց դա չի նշանակում, որ դրան պետքա տուրք տալ եւ հիմա սկսել, որովհետեւ դա հետընթաց կլինի։
Այսինքն այն տարբերակով, որ ոնց որ Մովսես արեց 40 տարի գնալ անապատում մինչև սերունդը փոխվի, որ այս մտածելակերպը դուրս գա, մենք այդ չենք ուզում։ Մենք ուզում ենք զարգանալ։ Չէ, ըստ էության այնտեղ էլ էր զարգացում տեղի ունենում։ Սերունդափոխությամբ։ Այո, սերունդափոխությամբ, որովհետև մահանում էին բոլոր այն մարդիկ, ովքեր հիշում էին, թե ինչ բան է ստրկությունը։ Հիմա ես մի հարցում ձեզ հետ թույլ տվեք չհամաձայնել երկուսիդ հետ էլ, որտեվ դուք երկուսդ էլ ասում եք լավ բան եք ասում, ես էլ կուզեի, որ այդպես լինի, բայց ես դրան չեմ հավատում ինքնակարգավորմանը։ Ինչու՞, որովհետև նախ այդ փորձը ունենք մենք, չի աշխատում։ Հիմա ինքնակարգավորում այդ նշանակում է ներքին որոշակի կանոնների սահմանում, չէ, խաղի կանոնների սահմանում, այդ թվում նաև բարոյական եւ էթիկական սկզբունքների։ Ճիշտ է։ Ես ճիշտ եմ այդ ամեն ինչ հասկանում։ Հիմա տեսեք, եթե ինչ որ մեկը, ասենք լրագրողական համայնքից լրատվամիջոցը ընդհանուր առմամբ, դեռ չեմ խոսում անհատ լրագրողների մասին, աշխատում է այն տարբերակով, որ օրինակ պայմանական Լևոն Սարդարյանին փողոցում բռնացնի, հունից անի, ամեն ինչ անի դրա համար։ Ինքը կապ չունի, այդ խարտիայի տակ հետ էս վերջերս որպես քաղաքացի նաև ինքը դա ասում է, նյուժելի ոչ մի հնարավորություն չկա, որ ինձ չմոտենան եւ բան չանեն։ Այս քննարկումը արկա է, հա, այս կա, որում դժգոհություն էլ կա, մարդիկ կան, որոնք այդ ամեն ինչը ողջունում են, մարդիկ կան արդարացնում են, ասում են լավ, ինչ ասում նպատակը որն ասում են, տեսակ դիմակը պատրես։ Չգիտեմ, այս ինչի, ասում են, ինչի դու այդ մարդու դեմքը չգիտեիր, որ մել պիտի դիմակը պատրվի, լավ էլի ժողովուրդ։ Բայց հիմա դրա մասին չի խոսք։ Ենթադրենք ինչ որ խարտիա կա, որի տակ ինքը ստորագրել է այդ լրատվամիջոցն էլ, այդ լրագրողն էլ եւ այլն։ Խախտեց, գնաց, արեց այդ ամեն ինչը։ Ինչ ենք անում դրանից հետո ամոթանք ենք տալու։ Իրականում չի աշխատել, որովհետև այո, կար ինքնակարգավորման ընդ որում ոչ բոլոր լրատվամիջոցներն էին դրան միացել, նախ դա էր խնդիր, բայց կար, որովհետև դրա պատժի համակարգը պատիժ բան, այդպես չակերտավոր, հա, կլիներ հանրային այդպես խարանել, սխալ ասել, պարսավանք եւ այլն, այսինքն այդ համակարգը չկար։ Բայց մյուս կողմից նաև այդ խրախուսման համակարգը չկար, այսինքն նույն հարթության վրա էին գործում բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չէին միացել այդ նույն ինքնակարգավորմանը, այսինքն բոլորն էլ հավատարմագրվում էին ազգային ժողովում, բոլորն էլ կառավարությունում օրինակ հավատարմագրվում էին, կամ բոլորն էլ հրավիրվում էին, օրինակ, չգիտեմ, վարչապետի հարցազրույցի, ստացվում էր, որ մեկը մի փոքր ավելի կաշկանդված դաշտում է գործում, մյուսը անկաշկանդ դաշտում է գործում եւ կարող է ամեն ինչ անել, բայց իրենք բոլորը նույն, այսպես ասած, հնարավորություններից օգտվում էին։ Ինչու ենք ասում, օրինակ, խրախուսման մեխանիզմ, այսինքն, որ այ դու միացել ես եւ ունես այս ինքնակարգավորումը եւ պահում ես գոնե մինիմալ հնարավորությամբ այդ ինքնակարգավորման էթիկայի հիմնական այդպես կանոնները, դու ես միայն հավատարմագրվում, նա ով չի, կամ օրինակ կա ինչ-որ ուրիշ մեխանիզմ, որը նաև դրսում հիմա կիրառվում է, այսինքն labeling-ի հնարավորություն, այսինքն որը նաև այլ իրավիճակում հնարավորություն է տալիս եւ իշխանությանը եւ նաեւ տարբեր դերակատարների հրապարակային ասել, որ վստահեք մենակ այն լրատվամիջոցին, որը օրինակ այս որակի այսպես ասած նշանը ունի։ Եվ այդ որակի նշանը ստանում է կոնկրետ չափանիշներին, չափորոշիչներին համապատասխանելու եւ կոնկրետ ինքնակարգավորման ինչ որ համընդհանուր մեխանիզմի միանալու։ Սրանք ես չեմ ասում, էսա քննարկվում, որտեվ սրանք դեռևս բազում այդպես քննարկումների բաներ են, հա, իդեաներ են, որոնք որոշված չեն դեռևս, բայց ուզում ասեմ տարբերակներ անշուշտ կան եւ էսա խրախուսման մեխանիզմը։ Բայց այստեղ իսկապես նաև գնում ենք մեկ այլ դաշտ, նորից վերադառնալով այստեղ այդ բևեռացվածությանը եւ քաղաքական բևեռացվածությանը, որովհետեւ որքան էլ այդպես հնարավորություններ ընձեռես տարբեր իրավիճակներում եւ վստահելիության բարձրացման եւ օրինակ
չունենաս հավատարմագրում ազգային ժողով մտնելու իսկ լրատվամիջոցների համար սա կարևոր բան է, որովհետև ի վերջո նաև ուղիղ հարցազրույցներ անելու հնարավորություն է, եթե ազգային ժողովում էլ չէ գոնե կառավարություն, որտեղ այնտեղ օրինակ ընդդիմադիրները կարող են անհատական հրավերով մուտք ապահովել լրագրողի համար։ Իսկն սրանք այն փոքր մեխանիզմներն են, որոնք այո խրախուսում են լրագրողներին մտնել այդ դաշտ, բայց եթե դա քաղաքական կուսակցության որևէ կամ քաղաքական որևէ շահ սպասարկող լրատվամիջոց է, այստեղ դու որևէ խրախուսման մեխանիզմի մասին չես կարող խոսել, դրա համար եմ ասում, այստեղ լուծումը նաև որոշակի ֆինանսական թափանցիկությունն է։ Էլի մեկ այլ խնդիր էլ կա սրանում, որ ֆինանսական թափանցիկությունն էլ էլի կարող է չլուծել, որովհետև ի վերջո շատերս գիտենք, որ այդ մարդիկ շատ հաճախ կամ այդ նույն լրատվամիջոցները սև հաշվապահությամբ են աշխատում, այսինքն փոխանցումներով չեն, այդ հոսքերը ուղղակի չի երևում ֆինանսական տարբեր հաշվետվություններում եւ այլը, սա եւս հնարավորություն է ասելու, որ չի համապատասխանում այդ որակի, այսպես ասած, չափանիշին։ Սրանք փոքր լուծումներ են, մեծ հաշվով դաշտը կարգավորելու է իրավագիտակից եւ որոշակի այդպես քննադատական մտածողություն ունեցող ընթերցողը չսպառելով այն աղբը, որը որ իրեն տալիս են, բայց սա այն ամենաերկար ճանապարհն է, որովհետեւ եւ այստեղ նաեւ ունենք բան, հավի ձվի պատմությունը, որովհետեւ որքան աղբ են սպառում, այդ սպառողը դառնում է էլ ավելի քիչ իրավագիտակից եւ էլ ավելի ոչ այդպես քննական մտածողության, որովհետեւ մենք հիմա գիտենք էստի, որ երբ որ ասում եք սերունդը կփոխվի եւ այլն, ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ մենք շատ ավելի վատ վիճակ ենք ունենալու, որովհետեւ այդ սերունդը հիմա TikTok-յան է, այդ սերունդը հիմա նոր սերունդը, այո, մի քիչ գուցե մեդիագրագետ է, որովհետեւ այնուամենայնիվ շատ աշխատանք է դրա համար տարվում եւ մենք օրինակ տարիներ շարունակ ենք այդ ուղղությամբ աշխատում գոնե իմ կազմակերպությունը, բայց միևնույն է այս սերունդի ընկալումները շատ տարբեր են, դրա համար սպասել, որ երկար սերունդը կփոխվի, ինչ որ բաներ կփոխվեն, ուղղակի մենք կարող ենք կորցնենք շատ բաներ այդ ընթացքում։ Շատ նորմալ է, որ վտանգ լինի, որ ինչ-որ բան կորցնենք, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է ինչ-որ մի բան զոհաբերել, ինչ-որ մի բան փրկելու համար։ Պետք է ամեն ինչ բալանսավորված լինի իմ կարծիքով։ Ես չեմ ասում, այսինքն ես ինքս էլ ես իմ կարծիքով ես ոչ թե հակասում եմ հիմա, Գանը ջան, այլ ուղղակի կարծիքս եմ հայտնում, որովհետև այո, երբ որ ասում ենք անհանգստանում ենք, որ այս սերունդը կամ ինչու հենց հաջորդ սերունդները հաջորդ են եւ մենք նույնիսկ մոտավոր պատկերացում չունենք, թե 60-70 տարի հետո ինչ կարգի մեդիա լինելու ընդհանրապես չենք կարող պատկերացնել, մենք կարող ենք տենդենսներից կռահել։ Այս պարագայում նորից կրկնեմ, որ անձնական մեդիագերագիտությունը դա ոչ պակաս կարևոր է, որպես առանձին վերցրած skill, ինչպես օրինակ բազմապատկման առհուսակը կամ էլեկտրականությունից օգտվելու կանոնները։ Այդեպ կանի, որ մի հատ օրինակ բերեմ նաև ձեր ասացի բերումով Լևոն ջան, երբ որ ասիք ես չեմ հավատում, դրան չի աշխատում։ Դա մոտավորապես նույնն է, ոնց որ ասեք, գիտես, ես չեմ հավատում էլեկտրականությանը, որովհետև լարերը քաշեցի, լույսը միացրեցի, գմփաց, չի աշխատում։ Դա համակարգ է, որը պետքա կոնկրետ ձևով արվի, դու ինչ-որ կանոններ պետք է պահվեն, դու ինքդ պիտի հասկանաս դրա օգտագործման կանոնները, դու ինքդ պիտի գնահատես դրա ծանրաբեռնվածության աստիճանը, վոլտաժը, ամպերը եւ այլն, որը էլի գիտելիքի եւ անընդհատ մշակումների հետևանքով արդյունքում կարող է լինել։ Ինքնակարգավորումը հիմա չի աշխատում այնպես, ինչպես մենք կերազեինք, որ հիմա աշխատեր։ Բայց եկեք չմոռանանք, որ սրանից մի 6, 7, 8 տարի առաջ ինքնակարգավորում հասկացություն ընդհանրապես գոյություն չուներ։ Հիմա մենք ունենք ինքնակարգավորման որոշակի մեխանիզմներ, որոնք կիրառվում են, եւ ես ինքս դրան մասնակից եմ եղել եւ որպես կարգավորող
եւ որպես մշակող քաղաքականություն եւ կարգավորվող, ասեմ ձեզ։ Իսկ համայնքի ներսում քննարկումները դրանք շատ ավելի ազդեցիկ են քո սեփական ինքնազգացողության վրա, քո խղճի վրա, քո քան պետական, այսպես կոպիտ միջամտությունները, չգիտեմ, ոստիկանական հատուկ գերատև վարչություն, որը զբաղվում է չի կարող ոստիկանական գերատեսչությունը ունենալ այն կոմպետենցիան, որը ունակ է, մենք դա տեսանք նաև կովիդի ժամանակ, երբ որ ինչ-որ տարբեր տարօրինակ գրառումների հետևից գնում էին մարդկանց, բռնում էին եւ այլն, որովհետեւ չկարգավորված էր, որովհետեւ մինչեւ վերջ մտածված չէր, դա նորմալ է, ես դա օբյեկտիվ եմ համարում, որովհետեւ իրավիճակներ ֆորս մաժորային, բայց բոլորս էլ տեսանք, թե ինչքան տարօրինակ է այդ ամեն ինչը տեղ ունեն։ Եվ այս պարագայում ես շատ մեծ հույսեր ունեմ, որ հաշվի առնելով Հայաստանի ժամանակակից ոչ, այսպես ասած, բալանսավորված վիճակը, որովհետև մենք հիբրիդային հարձակումների ներքո ենք, ընդհանրապես աշխարհում գեոպոլիտիկ վիճակը այնպիսին է, որ շատ տարօրինակ կլիներ, որ մենք համարեինք, որ մենք ինչ-որ արտառոց միջավայր ենք, որտեղ բոլորը խոսում են մտածված եւ չեն հետապնդում բացասական ինչ-որ նպատակներ, բայց սա էլ է անցողիկ։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք այս պահին շատ հասունացած ժողովրդավարություն համարվող երկրներում ինչպիսին է եղել մեդիայի վիճակը։ Թերևս ամենալավ վիճակը լավ համարենք սկանդինավներում, հա։ Սկանդինավները 1500 տարի, ով գիտի, անցել են այս process-ների միջով եւ հասարակությունը կարողացել է ժառանգել ինֆորմացիան, որովհետեւ շատ լուրջ ցնցումներ, պատերազմներ, ագրեսիայի կուտակում, ինչ-որ սերունդի ինչ-որ մի հատվածի արագ կորուստ, հա, չի եղել եւ իրենք կարողացել են դա աստիճանաբար բերել հասնել մի հատ մակարդակի, որ հասկանան, որ հա, սենց ոնց որ թե լավ է։ Սենց ոնց որ թե լավ է, բայց եղել եմ, նայել եմ եւ ընդեղի օրինակներն եմ, ընդեղ էլ նենց չի որ իդեալական է, նույնիսկ այդ դեպքում։ Որտեւ քանի մարդ այդքան աշխարհ, քանի աշխարհ այդքան կարծիք եւ դրանց հետ բոլորի հետ պետք է հաշվի նստել եւ քո աշխարհը պաշտպանել մյուս աշխարհների արձակումներից։ Հենց դրա համար եմ ուզում ասել, ես որ ասում եմ, ես որ չեմ հավատում ինքնակարգավորմանը, հա հիմա չեմ հավատում։ Ինչի, որովհետեւ տեսեք, սենքի նման լրատվամիջոցներ են ավելանում։ Թափանցիկությունը ֆինանսական ապահովված չի։ Եկեք դա չանվանենք լրատվամիջոց։ Ախր մենք նույնիսկ հին տերմիններով կներեք, որ ընդհատեցի։ Մենք շատ հին տերմիններով ենք խոսում։ Մեդիան ինքը այլևս քո կողքին է։ Լրատվամիջոց ես էլ եմ անհատ որպես։ Դու հենց հիմա դու ունես Telegram ալիք, ես որին բաժանորդագրված եմ, իդեպ շատ դանդաղ ես ընդեր ինչ-որ բաներ գրում։ Վաղուց չեմ գրում։ Վաղուց նաև չես գրում, հա, ճուզեցի, տենց հակառեկլամ անեմ, բայց դու ինքդ արդեն հարթակ ես եւ ինքդ արդեն կարող ես համարվել լրատվամիջոց։ Կարող են կոնկրետ кейսով քննարկել, ինչ սանկցիա պիտի կիրառվի Լևոն Սարդարյան Telegram-յան ալիքի նկատմամբ, եթե Ստեղ ներքին, ոնց ասեմ, ներհասարակական լուծման խնդիր է դա։ Ես որ ասում եմ ռեպուտացիոն համակարգ, այդ ռեպուտացիոն համակարգը չի կարելի թղթի վրա գրել եւ ասել սա այսպես պիտի աշխատի։ Ուղղակի պետք է հասկանալ, ինչ որ մի հատ բան պետք է ձևավորվի համընդհանուր կարծիք, որ տեսեք, հետևեցինք պատմություններին, այն լրատվամիջոցը կամ այն լրագրողը կամ այն մեդիա հարթակը կամ որը իրան սենց պահեց, սենց եղավ, իսկ այն որ իրան սենց պահեց, սենց եղավ եւ սկսվի ձևավորվել վերաբերմունք կոնկրետ երևույթների նկատմամբ։ Համաձայն ըլլալով, բայց այնուհանդերձ միտքս շարունակեմ, էլի։ Տեսեք, ես որ ասում եմ չեմ հավատում, ես ասում եմ, տեսեք, թափանցիկության խնդիր կա։ Բայց մենք չգիտենք, այս կամ այն լրատվամիջոցը այս դեպքում, զանգվածային լրատվամիջոցը, օրենքով սահմանված տերմինն է մեզ դեպքում օգտագործում, որտեղից է ֆինանսավորվում։ Բայց մենք տեսնում ենք դրա հետևանքը։ Ինչա լինում որպես արդյունք մեծ մասի դեպքում։ Հասարակության տարբեր հատվածների միտումնավոր տանում են մարգինալացման, մարգինալանում են, այսինքն այդ մարդկանց հետ հետո խոսել մեդիագրագիտությունից, այն ինչ որ կարևոր նախապայման է այն ամեն ինչի մասին մենք այստեղ զրուցում ենք, այդտեղ արդեն հնարավոր չի։ Դառնում են մարգինալ, ագրեսիվ,
Եվել, հետո էլ մենք ժամանակին մեր TV-ներն էին այդպես աշխատում, ասում ենք ինչ ես ռաբիս տալիս, դե ժողովուրդը հետ է ուզում։ Ասում են չէ, ժողովուրդը հետ չի ուզում, դու սովորացրել ես ժողովրդին, հիմա էլ դա ես տալիս։ Եվ դրանից հետո արդեն դե ասում մարդիկ էդ են ուզում, էդ են կանում։ Այսինքն մարդ ուզում է հայհոյախոսություն լսել, մենք իրան տալիս ենք խոսքի ազատություն եւ այլն։ Ու այդ ամեն ինչը արդյունքում վերածվում է ազգային կամ պետական անվտանգության սպառնալիքի իմ ասածը այդ էր։ Այսինքն մենք այդքան ժամանակ ունենք այդքան այդ ամեն ինչի հետևից ընկնելու, թե չէ։ Դրա համար կան տարանջատած էթիկայի եւ էթիկական նորմերը եւ իրավական նորմերը։ Կակրած իրավական նորմերի պարագայում դուք մի արտահայտություն արեցիք, ատելության քարոզ են անում։ Ատելության քարոզը քրեական չէ, եթե չեմ սխալվում, խնդիրը։ Եվ դա նաև տեսալսողական մեդիայում է առանձնացված որպես առանձին օրենքում դրույթ, որ ատելության քարոզը, եթե դա որակվում է որպես ատելության քարոզ, այո, քրեական հանցագործություն է։ Ինչ է նշանակում ատելության քարոզ համամարտկային իմաստով։ Այսինքն, երբ որ կոնկրետ խմբի ինչ-որ մի պատկանելության բերումով կամ անձի ինչ-որ մի պատկանելության բերումով դու երկարատև բուլինգ ես անում, հասցնելով այն մակարդակի, որ այս մարդու նկատմամբ ձևավորվում է շատ խիտ ագրեսիվ դաշտ եւ դա կարող է վտանգել նրա կյանքը եւ առողջությունը։ Դա նորմալ է, որովհետեւ մարդու կյանքը եւ առողջությունը վտանգելը չի կարելի, դա բացարձակ իրավունք է, կյանքի իրավունք։ Բայց ինչ վերաբերում է էթիկային, իրավական բաների մեջ ենք մտնում, որովհետև կներես վաղ։ Բայց որպեսզի նաև վերադառնամ նախորդ ասացին, որ խոսքի ազատությունը հիմա ինքդ քեզ էլի բան ես անում, հակասում ես։ Դրա համար էլ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չի։ Դրա համար նաև սահմանափակվում է։ Ցավոք, նաև ոչ թե ցավոք, այդպես է իրավական կարգավորում, անգամ կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չի։ Որովհետև որովհետև այս հարցը միանշանակ կառաջանա, որովհետև օրինակ եթե ահաբեկիչը սպառնում է հանրային առողջությանը, սպառնում է, որ շատ փողոցում ինչ որ մարդկանց կկրակի, այդտեղ ոստիկանը ունենում է, չէ, իրավունք ահաբեկչին վնասազերծելու։ Որովհետև հանրային շահը գերակա է, նույնն էլ խոսքի ազատության դեպքում զուտ իրավական, այո, որովհետև հանրային շահը գերակա է, այո, խոսքի ազատության չարաշահումը, հենց այստեղից է, որ ինքը բացարձակ իրավունք չի, որտեղ դա իրավական կատեգորիա է, որքան էլ մենք համարում է, այո, ինքը այսինքն սահմանափակվող իրավունք է եւ նույն COVID-ի ժամանակ հենց այդ իրավական կարգավորումից օգտվեցինք որոշակի սահմանափակումներ մտցնելով, բայց լիովին համաձայն եմ, այո, բավական լուրջ է խնդիրը եւ այստեղ անվտանգության, ազգային անվտանգության սպառնալիքի առաջ են կանգնում, երբ հաճախ, որովհետեւ հիբրիդային հարձակման հիմնական բաղադրիչներից մեկը գոնե այն ինչ որ այսօր Հայաստանում կիրառվում է, դա ապատեղեկատվությունն է։ Ընդ որում այստեղ մեկ այլ պատճառ կա, այդ անընդհատ աղբով լցնելը նաեւ հանրությանը էլ ավելի է մարգինալացնում ընդհանրապես որևէ տեղեկություն, կլինի քաղաքական, կլինի իր կյանքի ամենատարբեր ոլորտներին վերաբերող որևէ կերպ բացարձակ դառնա այդպես ապատիկ, հա, այսինքն ընդհանրապես չհետաքրքրվի, որտեղ ապատեղեկատվության տարերից նպատակներից մեկն էլ հենց դա է, որ ասեն, հա, դե բոլորն էլ խաբում են, ոչ մեկին էլ չենք հավատում, դրա համար ոչինչ էլ չեք կարդում։ Սա էլ մի ուրիշ էլի հիբրիդային բանի տեսակ է, հարձակման տեսակ է։ Առաջին կիրառումը մեր գրականության մեջ եղել է Պեպոյի դեպքում, որ ասում դիպունքը խաբում են ու խաբում։ Այո։ Հիմա այս պատճառով է եւ նաեւ հարկավոր որոշակի կարգավորումներ, բայց այո, այդտեղ սահմանը շատ զգայուն է, երկսայր կարող է լինել եւ պետք է շատ զգուշավոր լինել, որպեսզի հանկարծ որևէ կերպ չդառնա մահակ։ Ես դեկլարատիվ կերպով ասեցի բացի եւ հիմնարար համարենք, այո, հիմնարար իրավունք, բայց ոչ տերմինը դրա համար, այո, հիմնարար իրավունք։ Այդտեղ բարիշեցինք ու ավարտենք այսքանով, շնորհակալություն։ Այսօր հիշեցնում եմ, որ իմ զրուցակիցներն էին հանրահավասար իրավունքների կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը եւ Հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ղեկավար Վահագն Թևոսյանը։ Ես ինչպես հաղորդման սկզբում էի, այնպես էլ շարունակում եմ մնալ Լևոն Սարդարյանը, կհանդիպենք մեկ շաբաթ անց էլի այս ժամին։ Հաջողություն։